Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առիթով արվեստասերների գնահատմանն է ներկայացնում Վարդան բունի մոռացված նվագարանագործը խորագրով փոքրածավալ, բայց շատ հագեցած ցուցադրական նախագիծը։ Ցուցադրության համադրողը թանգարանի արվեստի բաժնի առաջատար գիտաշխատող Ցողիկ Բեգարյանն է։ Ցուցահանդեսը ներկայացնում է նախորդ դարի հայ կոմպոզիտոր, դիրիժոր նվագարանների վերակառուցման հեղինակ Վարդան բունիի գործունեությանն առնչվող արժեքավոր ցուցանմուշներ և գործիքներ։ Ցուցադրական նախագիծը նաև նպատակ ունի մոռացության ստվերից հանել հայտնի նվագարանագործի անունը։ Վաղուց մոռացվել էր նրա անունը, նրա արած գործը, շատ մեծ եւ կարեւոր գործիչ է եղել հատկապես նախորդ դարի 20-30-ական, 40-ական թվականներին։ Ցուցանմուշների շարքում են Վարդան բունիի գծագրերը, ձեռագրային ժառանգությունը, նրա անձնական նվագարանները, որոնք վկայում են, թե ինչպիսի խնամքով, բծախնդրությամբ եւ հոգացությամբ է նա աշխատել յուրաքանչյուր նվագարանի վրա։ Նրա գործիքներն այսօր եզակի են եւ խիստ արժեքավոր իրենց տեսակի մեջ։ Ցուցադրության շրջանակում ներկայացված են նաեւ Գաթի նվագարանների հավաքածուում ընդգրկված այլ հեղինակների երաժշտական գործիքները, որոնցից որոշների պատկերները կարելի է գտնել անգամ մեր միջնադարյան մանրանկարներում։ Օրինակ կան նաև պատմիչների հիշատակումները Գալարափողի մասին, որոնցից ոգեշնչված Վլադիմիր Սմբատյանը վերականգնել է մեր նախնիների հիշատակած Գալարափողը, բայց առանցքային են այն նվագարանները, որոնց բունին ժամանակին փորձարարական մշակումներով փորձում էր նոր կյանք պարգևել, նորացված միանգամայն այլ հնչողություն հաղորդելով թառին, դուդուկին, կանոնին եւ զուռնային։ Այնպես չէ, որ մեր նվագարանային արվեստը աղքատ էր եւ Վարդան բունին ձեռնարկեց նոր նվագարաններ ստեղծելու, հորինելու գործը։ Պարզապես փորձեց գտնել նոր հնչողություն, այսինքն այն նվագարանը, որ ուներ փոքր չափեր, ասենք ավելի նվազ հնչողություն, նրան տալով ավելի մեծ չափեր, ստացավ ավելի հզոր հնչողություն։ Ի վերջո բունին ստեղծեց ժողովրդական նվագարանների ռեգիստրային տարատեսակները եւ փորձեց ժողովրդական երաժշտությանը սիմֆոնիկ հնչողություն հաղորդել 1925-ին հիմնելով 35 երաժշտից բաղկացած արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը։ Այս նախաձեռնությամբ ըստ էության դառնալով Կովկասում արևելյան նվագախմբի հնչյունածավալի ընդլայնման գաղափարի առաջին իրագործողը։ Նունե Ալեքսանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։